Չեք խոսում, պարոն Ղազարյան։ Մտածում եմ, բայց ձևակերպը։ Անջատեք Ողջունելի մոտեցում, Չէ, բայց Մեսրոպ Մանուկյան։ Բայց սկսել էր մտածել պարոն Ղազարյանը, գուցե մտածել ու վերջում ներողություն խնդրել հայ սակրավորների մահը կամենալու համար։ Պարոն Միրակյան, որ մտածի պրծնի, չգիտեմ, կարող է խնդրի խոսք տամ, ազգային ժողովի նիստերի դահլիճը կրկես չի։ Մեսրոպ Մանուկյան։ Լռեք, Մեսրոպ Մանուկյան։ Լռեք, Մեսրոպ Ճիշտ է, Մանուկյան։ պատգամավորն էլ հո սակրավոր չի, որ մահը կամենան, չէ՞ պարոն Ղազարյան։ Միացրեք Մեսրոպ։ Պարոն Ռուբինյան, ձեր վարդագծից դուրս գալով իմ հարցի իրավունքը տալու իրավունքը զիջում եմ պարոն Ղազարյանին։ Դուք չեք կարող զիջել իրավունք, Դավիթ Ղազինյանը հանել է Լևոն Քոչարյան։ Էդգար Ղազարյանի։ Համեցեք, պարոն Քոչարյան։ Պարոն Ռուբինյան, այս ձև էիք, հա, երեք եք ելույթ ունենում, թե երեք չառաջ օրը, սա ճիշտ ձև ան իստո։ Հա, իհարկե։ Չէ, ճիշտ չի սա, իրականում ճիշտ չի։ Հարց ունեք պարոն Ալեքսանյանին։ Հարց ունեմ, Խնդրեմ։ բայց սա ուզում եմ ֆիքսել, որ սա ճիշտ ձև չի։ Չի կարելի ժողովուրդ, այսքան խոսում եք բարեկրթությունից, որ այ բարձրանանք վերև ճիշտ ենք մեզ պահելու, անաչառ ենք լինելու, մարդը մտքերն է հավաքում, ուզում ձևակերպի, ասեք, իրականում սա ճիշտ բան չեք անում։ Պարոն Ալեքսանյան, դուք համաձայն եք այս մոտեցման հետ։ Հարց Ճիշտ է։ ճիշտ է, պատասխանեք պարոն Ալեքսյան։ Չէ, ուրիշ հարցեր կտամ հիմա, որ նաև խնդրում եմ սրան պատասխանեք։ Նախորդ նստաշրջանի ժամանակ դուք մի անգամ ելույթ ունեցաք, մյուսներին չեմ ուզում անդրադառնալ, բայց այս մեկը ուզում եմ էլի ամեն դեպքում, այս հնարավորությունը կա այսպես հարց տալու։ Խոսում էիք ձեր ինչ-որ մանկությունից, որ դուք կռիվ եք արել, եղելա ձեզ ծեծեն, դուք ծեծեք, ու այս համեմատության մեջ կարծես իմ հետ էիք ուզում համեմատվել ու ասում եք, այ իսկ Լևոն Քոչարյանը իր փոքր տարիքում, երիտասարդ տարիքում, երբ որ հարց էր ունենում, ԱԱԾ-ի ալֆաներ այդ հարցերը լուծում։ Նախ սա բացարձակ սուտ է, զրպարտող է, չգիտեմ ձեր համար, ոնց իմ համար կոնկրետ սա շատ վիրավորական է, ու ուզում եմ, չգիտեմ, հասկանամ, ինչի եք այդ սուտը գալիս, այդ ամբիոնից խոսում, նույնձև եք շարունակում անել, երբ որ վերևում հայտնվեք։ Պարոն Քոչարյան, այն ինչը ես ասել եմ այս ամբիոնից, դրա մասին գիտի ամբողջ Երևան։ Ես ճիշտը ծնվել եմ Իջևանում, բայց ես սովորել եմ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, պարոն Քոչարյան։ Այնցտու ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում, պարոն Քոչարյան։ Ես ինչքան էլ որ ծնվել եմ Իջևանում, ես մեծացել եմ ու ապրել եմ ու ապրում եմ Երևանում, պարոն Քոչարյան։ Ու ես իմ տարեկիցներս շատ բան գիտենք, պարոն Քոչարյան, շատ բան գիտենք այս քաղաքում տեղի ունեցածների մասին։ Հիմա եթե դուք ուզում եք այդտեղ տպավորություն ստեղծեք, թե դուք այն ոսկե երիտասարդության ներկայացուցիչը չեք, որին Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում էր ամեն ինչ։ Չէ, դուք հենց դա եք, պարոն Քոչարյան, դուք հենց դա եք։ Այո, ձեր երիտասարդության տարիներին ձեզ թույլատրված է եղել ամեն ինչ։